Պարոն Սաղաթելյան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես նախկինում, այնպես էլ այսպես շարունակաբար ակնարկում է եւ ուղիղացում է, որ պետք է նախկին նախագահները առհասարակ խաղից դուրս գան, որպեսզի հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դուք այս մասին ինչ կարծիք ունեք։ Արդյոք այս տեսակետը իսկապես ճիշտ է եւ քանի որ քաղաքացիներ էլ կան, որ ասում են ոչ նախկին, ոչ ներկա եւ նոր ձևավորված տարբեր քաղաքական ուժեր կան, այդ թվում նաեւ մեր ձևով շարժումը, որը դեռևս շարժում է եւ որպես այդպիսին քաղաքական ուժ չէ եւ հայտնի էլ չէ ով է այդ շարժման առաջնորդը լինելու ընտրություններին, ունի արդյոք պոտենցիալ նոր ընտրողների ներգրավելու, այսպես ասեմ, մարդկանց, որոնք որ նախկինում չեն գնացել ընտրության եւ եթե մեր ձևովը մասնակցի ընտրություններին կգնա եւ կընտրեն իրենց, թե մեր ձևովը ընդդիմադիր քաղաքական ուժերի ընտրողներին է տանելու իր դաշտ, որովհետեւ այսպիսի մտահոգություններ հնչում են, քանի որ այս պայդրությամբ դեռևս չկա այն ալիքը, որը կարող է քաղաքացիներին դրդել գնալ ընտրության կամ ցանկանալ իշխանափոխություն։ Ուրեմն նախարարից օգտվելով մեկ անգամ եւս ասեմ, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, հալածում է այս իշխանությունների կողմից ամբողջությամբ ապօրինաբար եւ այնինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, դա մեր համար անընդունելի է, դատապարտելի է եւ շատ ուղիղ հալածում է հայկական եկեղեցու եւ հայկական ինքնության կողքին կանգնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մեր ձևով շարժմանը, մենք շատ դրական ենք վերաբերվում եւ հույսը հայտնում, որ նոր ձևավորվող շարժումը ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը եւ դերը։ Ինչպիսի վարչապետի տեխնացիով հանդես կգան, ինչպիսի ծրագրերով, դա արդեն այլևս մեր որոշելիքը չի։ Ես վստահ եմ, կա հավաքված թիմ, ունեն ծրագիր եւ հանրությանը համապատասխան առաջարկներ կանեն եւ ըստ իրենց դիրքավորման էլ մեր քաղաքացիները կորոշեն ում ինչ քվե տալ։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս նոր ստեղծվող ուժերին, ովքեր անընդհատ պահանջներ են դնում, ով քաղաքականությունից դուրս գա, ով չգա, կամ նույնիսկ ասում են մենք որևէ մեկին չենք միանա, նախ ասեմ, որ կամ այսպես ձևակերպեմ, ես չեմ ասի, այդ շեմը անցեք, նոր մեկին միանալու չմիանալու հարց քննարկեք։ Ես ասում եմ, որ որևէ մեկը թող պահանջ չներկայացնի, ով ընտրություններին մասնակցի, ով չի։ Ունեք հնարավորություն։ Ասում եմ ոչ նախկիններին, ոչ ներկաներին, օրինակ նույն պարոն Թաթոյանի համար հրաշալի հնարավորություն է հանդես գալ իր ծրագրերով, իր թմով եւ առաջարկել մարդկանց, որպեսզի գնան իր հետևից եւ քվեարկեն։ Եվ մենք անկեղծ հաջողություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ կհաղթահարեն շեմը, ներկա կլինեն խորհրդարանում, նպաստելով ընդդիմադիր դաշտի աշխատանքներին եւ այս իշխանությունների հեռացմանը։ Մենք չենք մտնելու այդ մանր մի խոսքով բանավեճի մեջ, էլի։ Մեզ չեն կարող այդ նիկոլական խոսույթներով քաշել այդտեղ։ Մենք ավելի լուրջ, ավելի կարևոր, ավելի մեծ նպատակ ունենք, գնում ենք այդ նպատակ իրականացնելու համար։ Նախկին, նոր, թազա, հին, չգիտեմ, այս նիկոլական խոսույթ է գցել են մեր մեջ ու անընդհատ այս ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է ով ամենամեծ անձեռեցինգը ունի, բոլոր սոցիոլոգիական հարցումներով ամենամեծ անձեռեցինգը ունի այսօր Նիկոլ Փաշինյանը։ Եվ ընդդիմադիր մյուս ձեր ասած նախագահները միասին վերցրած Նիկոլ Փաշինյանի չափ անձեռեցինք չունեն։ Այսօր թող հստակ լինի, այս կապել են ասենց ընտրողների վզին եւ փորձում են այդ թեզը առաջ տանել, իրականությունում այդպես չի։ Անձեռեցինք ավելի բարձր։ Բայց ինչի՞ նոմեր եք ասում կա։ Այո, սոցիոլոգիական հարցումների մեր պատվիրած, այո։ Չէ, որովհետև դա չենք ասել հրապարակելու կամ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու համար։ Դա արել ենք մեր գործունեությունը կազմակերպելու համար, անում ենք պարբերաբար եւ ոչ միայն փորձում ենք կուսակցությունների անհատների այսպես ասած ռեյտինգը կամ անտի-ռեյտինգը ճշտել, այլ նաեւ փորձում ենք հասկանալ մեր հասարակության վերաբերմունքը մի շարք հարցերի նկատմամբ։ Օրինակ մի այսպիսի տվյալ ձեզ ասեմ, որովհետև այսպիսի համոզմունք կա, որ մարզերում գյուղերում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի էլեկտորատն են։ Դուք օրինակ այդպես են ասում։ Տարբերություն կա մարզերի եւ քաղաքների բնակության տեսակետների միջև, բայց դա այդպես սարսափելի մեծ չի այդ տարբերությունը։ Ձեզ ընդհանրապես մի կարճ մի տվյալ ասեմ, որ որևէ մեկ, այսինքն ճնշող մեծամասնությունը հարցվողների 65-70% չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ապահովել Հայաստանում խաղաղություն, անվտանգություն եւ Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Ու սենց տարբեր մեծամասնությունը մերժում է իր եկեղեցու նկատմամբ այս հարձակումները, որ կա եւ գոյություն ունի։ Այսինքն մենք այդ հարցումներով փորձում ենք ոչ միայն հռեցինք եւ հակառեցինք, այլ նաեւ այդ կարևոր հարցերի շուրջ մեր հանրությանը ժողովրդի տեսակետը իմանալ։